Լևոն Սեղբոյանը, որ հետո պիտի իր համար Շանթ գրական կեղծանունն ընտրեր, ծնվել է 1869 թվականին Պոլսեցի Գորգավաճառի ընտանիքում։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին, բայց կարողացել է նախնական կրթություն ստանալ Սկյուտարի եկեղեցական վարժարանում, ապա նույն թաղամասի ճեմարանում։ 1881 թվականին 12-ամյա Լևոնը ճանապարհ է ընկնում դեպի Արևելյան Հայաստան, Գևորգյան ճեմարան ընդունվելու վճռականությամբ։ Դեռ չէր որոշել, հոգևոր ոլորտն է ընտրելու որպես գործունեության ասպարեզ, թե աշխարհիկը։ Ուղևորության ընթացքում մի պատահական հանդիպում պատանու հոգում վերջ է դնում երկընտրանքին։ Թիֆլիսի Արծրունու քարվանսարայում ակամա ներկա է լինում ժամանակի երկու նշանավոր մարդկանց՝ Գրիգոր Արծրունու և Ռաֆու Բանավեճին։ Նրանց խոսակցության թեման ինչպես հայ գրականությունն ու մշակույթն էին, այնպես էլ հայ ժողովրդի ազատագրական պայքարն ու հասարակական բարքերը։ Հետագայում իր հուշերում անդրադառնալով այդ հանդիպմանը, գրում է, որ իր համար կողմնորոշիչ նշանակություն է ունեցել երկու մտավորականների զրույցը, և որ դա միակ անգամն է եղել, որ տեսել է այդ երկու մեծ գործիչներին։ Քննությունները գերազանց հանձնելով, Լևոնը դառնում է Գևորգյան հոգևոր ճեմարանի դասարանային բաժնի սան։ Անհնար է թվարկել այդ տարիներին ճեմարանում ուսանող կամ դասավանդող արդեն իսկ հռչակավոր կամ հետագայում հռչակ ձեռք բերած հայ նշանավոր հոգևորականների, գրականության ու արվեստի, գիտության բնագավառի մեծերի անունները։ Մտավորական մի սերուցք, որը պատիվ կբերեր ամենաառաջադեմ երկրների մայրաքաղաքներին։ Այդ մթնոլորտում է ձևավորվում ապագա մտավորականը, գրողն ու պետական քաղաքական գործիչը։ 10 տարի ճեմարանում սովորելուց և գերազանցությամբ ավարտելուց հետո Լևոն Շանթը, որն արդեն հասցրել էր հայ գրական մամուլում հանդես գալ այդ ստորագրությամբ, սկսում է ուսուցչություն անել Պոլսում, ապա Թիֆլիսում ու Երևանում։ Ղեկավարում է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց վարժարանը, տեսչի պարտականություններ է ստանձնում այլ կրթարաններում ևս։ Կարծում էր, որ մանկավարժությամբ զբաղվելու համար Գևորգյան ճեմարանում ստացած կրթությունը լիովին բավարար է, բայց ուզում էր Եվրոպայում շարունակել ուսումնառությունը և ինչպես հայ մշակույթի գործիչներից շատերը, մեկնում է Գերմանիա, 1 տարի դասախոսություններ լսում Լայպցիգի, Յենայի, Մյունխենի համալսարաններում։ Երբ վերադառնում է Թիֆլիս, գրական շրջանակներում հայտնի անուն էր և անմիջապես Թումանյանական վերնատան անդամ դառնում։ 1908 թվականին Երևանում Շանթն անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը։ Այդ պահից սկսած նա արդեն Թիֆլիսից Երևան, Երևանից Պոլիս, Պոլիսից Ռուսաստան, այնտեղից էլ եվրոպական տարբեր երկրներ էր տեղափոխվում կուսակցական հանձնարարություններով։ Բայց այդ ամենը չէր խանգարում, որ շարունակի նաև գրել։ Մեկը մյուսի հետևից հրատարակել էր մի քանի վեպ, պիես, հրապարակախոսական հոդվածներ, հայոց լեզվի դասագիրք, էսսեներ, ուղեգրություններ և այլն։ Նրա գրիչը նույնքան բեղում պիտի մնար մինչև 1932 թվականը, երբ գրում է իր վերջին նշանավոր պիեսը՝ Օշիմ Պայլը։ Դրանից հետո 10 տարի ոչինչ չի գրում։ Որու համար գրեմ, ասում էր հիասթափության մեջ։ 25-ից 30 տարի հետո հայերեն կարդացող չի մնա։ 1919 թվականին Լևոն Շանթը Եվրոպայից վերադառնում է Երևան և ստանձնում Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Նա իր ողջ փորձը, կարողություններն ու ժամանակը ծառայեցնում է պետության գործուն մարմինների ձևավորմանը։ 1920 թվականի մայիսի 2-ին Լևոն Շանթը ղեկավարում է Ռուսաստանի հետ բանակցությունների նպատակով Մոսկվա մեկնած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը։
Մոսկվայում հրաժարվում են բանակցություններից, պահանջելով Թուրքիային եւ Ադրբեջանին հանձնել Կարսն ու Սարիղամիշը, Նախիջևանն ու Արցախը։ Հենց այդ ժամանակ ընթանում էին ռուս-թուրքական բանակցություններ, որի արդյունքում ծնվում է Հայաստանի համար կործանարար Մոսկվայի պայմանագիրը։ Պատվիրակությունը խորը հիասթափության մեջ Երևան է վերադառնում։ Կես տարի չանցած Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը իշխանությունը հանձնում է բոլշևիկներին, հռչակվում է Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը։ Անտեսվում են տրված բազմաթիվ խոստումներ։ Սկսվում են հետապնդումներն ու հալածանքները։ Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանն ու շատ ուրիշ ղեկավարներ հայտնվում են բանտում։ Ստույգ մահից երկուսն էլ խույս են տալիս փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Լևոն Շանթը ուրիշ հազարավոր մարդկանց նման անցնում է Պարսկաստան, այնտեղից էլ հասնում ֆրանսիական Մարսել։ Մեկ տարվա ընթացքում գրում է 4 աշխատություն՝ ազգությունը հիմք մարդկային ընկերության, անհավասարությունը ընկերային կյանքի մեջ, մտավորականություն եւ կուսակցություն եւ անկախությունը պահանջ ազգային գոյության։ Միևնույն ժամանակ նա տնօրինում է Մարսելի ազգային վարժարանը։ 2 տարի անց Նիկոլ Աղբալյանի հրավերով մեկնում է Եգիպտոս եւ դասավանդում Ալեքսանդրիայի ազգային վարժարանում։ Երկուսն էլ մեկ գլխավոր նպատակ ունեին՝ Սփյուռքի մեջ հային հայ պահել։ Այս պայքարում ըստ Շանթի կար 3 հիմնական զենք՝ հայոց գիրը, լեզուն եւ գաղափարական երիտասարդությունը։ 1929 թվականին Բեյրութում Շանթը հռչակում է համազգային հայ կրթական եւ հրատարակչական միության ստեղծումը, որն արդյունավետ գործունեություն է ծավալում մինչ օրս։ Համազգայինին կից բացվում է նաեւ Նշան Փալանջյան ճեմարանը։ Այն դառնում է Սփյուռքի ամենանշանավոր կրթօջախը։ Իրենց մնացած ողջ կյանքը Շանթն ու Աղբալյանը նվիրում են այդ ճեմարանում երիտասարդության հայեցի կրթությանը։ Հետագայում իր հուշերում անդրադառնալով այդ հանդիպմանը գրում է, որ իր համար կողմնորոշիչ նշանակություն է ունեցել երկու մտավորականների զրույցը, եւ որ դա միակ անգամն է եղել, որ տեսել է այդ երկու մեծ գործիչներին։ Քննությունները գերազանց հանձնելով Լևոնը դառնում է Գևորգյան հոգևոր ճեմարանի դասարանային բաժնի սան։ Անհնար է թվարկել այդ տարիներին ճեմարանում ուսանող կամ դասավանդող արդեն իսկ հռչակավոր կամ հետագայում հռչակ ձեռք բերած հայ նշանավոր հոգևորականների, գրականության ու արվեստի, գիտության բնագավառի մեծերի անունները։ Մտավորական մի սերուցք, որը պատիվ կբերեր ամենաառաջադեմ երկրների մայրաքաղաքներին։ Այդ մթնոլորտում է ձևավորվում ապագա մտավորականը, գրողն ու պետական քաղաքական գործիչը։ 10 տարի ճեմարանում սովորելուց եւ գերազանցությամբ ավարտելուց հետո Լևոն Շանթը, որն արդեն հասցրել էր հայ գրական մամուլում հանդես գալ այդ ստորագրությամբ, սկսում է ուսուցչություն անել Պոլսում, ապա Թիֆլիսում ու Երևանում։ Ղեկավարում է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց վարժարանը, տեսչի պարտականություններ է ստանձնում այլ կրթարաններում ևս։ Կարծում էր, որ մանկավարժությամբ զբաղվելու համար Գևորգյան ճեմարանում ստացած կրթությունը լիովին բավարար է, բայց ուզում էր Եվրոպայում շարունակել ուսումնառությունը եւ ինչպես հայ մշակույթի գործիչներից շատերը մեկնում է Գերմանիա, 1 տարի դասախոսություններ լսում Լայպցիգի, Յենայի, Մյունխենի համալսարաններում։ Երբ վերադառնում է Թիֆլիս, գրական շրջանակներում հայտնի անուն էր եւ անմիջապես Թումանյանական վերնատան անդամ դառնում։ 1908 թվականին Երևանում Շանթն անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը։ Այդ պահից սկսած նա արդեն Թիֆլիսից Երևան, Երևանից Պոլիս, Պոլիսից Ռուսաստան,
Այնտեղից էլ եվրոպական տարբեր երկրներ էր տեղափոխվում կուսակցական հանձնարարություններով։ Բայց այդ ամենը չէր խանգարում, որ շարունակի նաև գրել։ Մեկը մյուսի հետևից հրատարակել էր մի քանի վեպ, պիես, հրապարակախոսական հոդվածներ, հայոց լեզվի դասագիրք, էսսեներ, ուղեգրություններ եւ այլն։ Նրա գրիչը նույնքան բեղում պիտի մնար մինչև 1932 թվականը, երբ գրում է իր վերջին նշանավոր պիեսը՝ Օշիմ Պայլը։ Դրանից հետո 10 տարի ոչինչ չի գրում։ Որու համար գրեմ, ասում էր հիասթափության մեջ։ 25-ից 30 տարի հետո հայերեն կարդացող չի մնա։ 1919 թվականին Լևոն Շանթը Եվրոպայից վերադառնում է Երևան և ստանձնում Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Նա իր ողջ փորձը, կարողություններն ու ժամանակը ծառայեցնում է պետության գործուն մարմինների ձևավորմանը։ 1920 թվականի մայիսի 2-ին Լևոն Շանթը ղեկավարում է Ռուսաստանի հետ բանակցությունների նպատակով Մոսկվա մեկնած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը։ Մոսկվայում հրաժարվում են բանակցություններից, պահանջելով Թուրքիային և Ադրբեջանին հանձնել Կարսն ու Սարիղամիշը, Նախիջևանն ու Արցախը։ Հենց այդ ժամանակ ընթանում էին ռուս-թուրքական բանակցություններ, որի արդյունքում ծնվում է Հայաստանի համար կործանարար Մոսկվայի պայմանագիրը։ Պատվիրակությունը խորը հիասթափության մեջ Երևան է վերադառնում։ Կես տարի չանցած Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը իշխանությունը հանձնում է բոլշևիկներին, հռչակվում է Հայաստանի խորհրդային հանրապետությունը։ Անտեսվում են տրված բազմաթիվ խոստումներ։ Սկսվում են հետապնդումներն ու հալածանքները։ Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանն ու շատ ուրիշ ղեկավարներ հայտնվում են բանտում։ Ստույգ մահից երկուսն էլ խույս են տալիս փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Լևոն Շանթը ուրիշ հազարավոր մարդկանց նման անցնում է Պարսկաստան, այնտեղից էլ հասնում ֆրանսիական Մարսել։ Մեկ տարվա ընթացքում գրում է 4 աշխատություն՝ ազգությունը հիմք մարդկային ընկերության, անհավասարությունը ընկերային կյանքի մեջ, մտավորականություն և կուսակցություն և անկախությունը պահանջ ազգային գոյության։ Միևնույն ժամանակ նա տնօրինում է Մարսելի ազգային վարժարանը։ 2 տարի անց Նիկոլ Աղբալյանի հրավերով մեկնում է Եգիպտոս և դասավանդում Ալեքսանդրիայի ազգային վարժարանում։ Երկուսն էլ մեկ գլխավոր նպատակ ունեին՝ Սփյուռքի մեջ հային հայ պահել։ Այս պայքարում ըստ Շանթի կար 3 հիմնական զենք՝ հայոց գիրը, լեզուն և գաղափարական երիտասարդությունը։ 1929 թվականին Բեյրութում Շանթը հռչակում է Համազգային հայ կրթական և հրատարակչական միության ստեղծումը, որն արդյունավետ գործունեություն է ծավալում մինչ օրս։ Համազգայինին կից բացվում է նաև Նշան Փալանջյան ճեմարանը։ Այն դառնում է Սփյուռքի ամենանշանավոր կրթօջախը։ Իրենց մնացած ողջ կյանքը Շանթն ու Աղբալյանը նվիրում են այդ ճեմարանում երիտասարդության հայեցի կրթությանը։ Լևոն Շանթը կյանքին հրաժեշտ է տալիս 1951 թվականին և վերջին հանգրվանը գտնում Բեյրութի հայկական գերեզմանատանը։ Խորհրդային Հայաստանում Լևոն Շանթի ստեղծագործությունների հրատարակումը հասկանալի պատճառով արգելքի տակ էր։ Սակայն 1965 թվականից հետո, երբ որոշակի հաշտեցման ու մերձեցման միտումներ են նկատվում խորհրդային իշխանությունների և դաշնակցության միջև, Շանթի գրական ժառանգության նկատմամբ սահմանափակումները մեղմանում են։ Չեք, իջեք երազներ,
իչեգս քուշ երազներ, շոյո անուշ երազներ, իչեք քնքուշ երազներ։ Ձարի կանաչ թարմ հյուսեր, փախտի գարգաչ ու հույսեր, դողվան ցուգ ու գարոտ, զազուգար ցունք վարանոտ, խելքի մտքի հագասում, միշտ նոր գյանքի սպասում իչեք երազներ, իչեգս քուշ երազներ, շոյո անուշ երազներ, իչեք քնքուշ երազներ։ Կկվանք ժբիտ կույն ու փուր, աչքեր վջիդ ու համբույր, իղծերան վերջ անմեգին, դակնաբ ու դենչ մոլեկին, օրոր, կրքիր հույզեր, սրդի թրթիր, երկ ու սեր, իչեք երազներ, իչեգս քուշ երազներ, շոյո անուշ երազներ, իչեք քնքուշ երազներ։ Աստղերտովիչ, փոց ու գայծ, սնորքներ վար ու արգայծ, հավադուժի, մեծության, պարքի, կանքի, կոյության, շրինտ, տնտյուն, հվարդանք, իմաստություն, թյուր բազրանք, իչեք երազներ։